Դե Իրանյան թեման իհարկե այս օրերի ամենաշատ քննարկվողն է, բայց առաջարկում եմ սկսել երեք Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունից Հայաստանի արտգործնախարարի եւ պետքարտուղարի միջև ինչ կարեւորություն եք տեսնում այս հայտարարության տեքստում։ Ինձ համար կարևորը այն է, որ ելնելով այն փոփոխությունների, որը տեղի ունենում Միացյալ Նահանգների ռազմավարության եւ քաղաքականության մեջ եւ հայտարարված է եւ ազգային անվտանգության ռազմավարության վրա արդեն ձևավորված է, որ Միացյալ Նահանգները կենտրոնանում են արևմտյան կեսագնդի վրա, ես մտահոգություններ ունեի, այդպես ասենք, որ Միացյալ Նահանգները իրոք կկենտրոնանան միայն այդ ուղղությամբ եւ մնացած ուրիշ ուղղությունները, նաեւ Կովկասյան, Մերձավոր Արևելքին, Չինաստանին եւ այլը կդադարեցնեն այնտեղ Միացյալ Նահանգները իր ուշադրությունը կհանի եւ ազդեցությունը կամաց կնվազի։ Այն, որ Հայաստանին հրավիրել են եւ հայտարարված է այն, որ տրիպի նախագիծը Թրամփի ճանապարհը մնում է Միացյալ Նահանգների ուշադրության տակ, ինձ համար դա լավ նորություն է։ Դա նշանակում է մենք շանսեր ունենք ձևավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ուրիշ մակարդակի վրա։ Ուր է այստեղ անվտանգային բաղադրիչը։ Անվտանգային ուղղակի է, եթե Միացյալ Նահանգները այստեղից դուրս եկած լինի այն միջավայրում, որը ձևավորում է Մերձավոր Արևելքում, Հայաստանը չունի որևէ երաշխիք, չունի որևէ դաշնակից ու կարող է իրան օգնել ես անվտանգության միջավայրում, որը ձևավորում է։ Եթե կա Հայաստանում Միացյալ Նահանգների տնտեսական, աշխարհաքաղաքական շահերը, իսկ Թրամփի ճանապարհը դա նաև ոչ թե միայն տնտեսական, բայց կոմունիկացիոն, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահեր են եւ պրոյեկտը։ Դա մեզ տալիս է հնարավորություն, բայց պետք է հիշել, որ դա ընդհանրապես հնարավորություն է։ Դա ընդհանրապես հայտարարություն է։ Մենք մինչև այսօր չունենք պրոյեկտ, մենք չունենք արդեն սկսված աշխատանքներ, մենք չգիտենք։ Դե ինչու, արդեն դետալներ կան։ Օրինակ Թրամփի նախագծում 74-26 համամասնություն կլինի տրիպի։ Դա ասենք մի հարց էլ սա է, ինչու այսպեսի համամասնություն։ Մի հատ հարց է, գումարային չակետներում շահերի տոկոսն է։ Բացի դրանից դու պիտի հաշվարկես մնացած բոլոր ուղղությունները։ Ինչ է Հայաստանը ստանում, արդյոք Թրամփը կօգնի Հայաստանին բլոկադան թուրքական հանել, կլուծվի այդ խնդրը, չի լուծվելու։ Եթե չի լուծվելու, մեզ համար իմաստ չկա անցնել այդ ճանապարհը, բացել այդ բոլոր հարցերը պիտի բացատրել։ Ճիշտ եք ասում, հրաչա, բայց դժվար թե Վաշինգտոնին հետաքրքրի միայն Ադրբեջան-Նախիջևան կապը։ Իհարկե, դա չի հետաքրքիր, բայց դա պիտի ոչ թե այսացնի հայտարարության միջոցով, բայց լինի որպես պրոյեկտի մեջ հաշվարկված եւ թղթի վրա դրած չակետներում ծրագիր, պրոյեկտ, որտեղ այդ բոլոր շերտերը տնտեսական, կոմունիկացիոն, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ձևավորված լինեն։ Մենք արդեն ընդհանրապես ունենք 80-20%-ի չակետներում պայմանավորվածություն, մնացած պայմանավորվածությունների մասին ոչ մի բան չգիտեմ։ Եվ դրա համար նորից եմ կրկնում, մենք խիստ հետաքրքրված ենք ինչքան կարելի է շուտ ունենալ ծրագիր, ունենալ պրոյեկտ եւ չձգձգել ժամանակը, որտեղ ամեն ինչ փոխում է շատ-շատ։ Այդ հայտարարությունում ասում է Հայաստանը տրիպին օժտելու է կառուցապատման իրավունքով։ Այստեղ որևէ ռիսկ չի երևում այս արտահայտության տակ։ Դժվար է, ես պետք է պրոյեկտը տեսնեմ։ Ինչ է հասկանում կառուցապատման տակ։ Ամեն ինչ։ Ինչ է բազմամոդուլ հաղորդակցություն։ Դա կոմունիկացիոն շերտի պայմանավորվածություններն են։ Ես իրավունք չունեմ եւ որպես պետություն, որպես ազնվորություն եւ փորձագետ գնահատական տալ առանձին շերտերին։ Ես պիտի տեսնեմ այդ ծրագիրը, ես պիտի տեսնեմ այդ պրոյեկտը ամբողջականության մեջ, որ կարողանամ գնահատական տամ։ Դա միայն կարող է ռիսկային լինի, կարող է ռիսկային չլինի։ Այն ուղղությունները, որը քեզ չեն թվում ռիսկային են, որտեղ ամեն ինչ հանգիստ է, բայց եթե հավաքվում է պրոյեկտը ամբողջականության մեջ, դա կարող է սպառնալիքներ լինի կամ ռիսկերի մեջ ծավալված լինի։ Դրա համար ինչքան կարելի է շուտ մենք պետք է ունենանք ընդհանրապես ամփոփիչ ծրագիր եւ ամփոփիչ պրոյեկտ, որ կարողանաս գնահատական տաս, բայց այսօրվա պարագայում այն, որ Միացյալ Նահանգները չեն սառեցնում իրան կապերը Հայաստանի հետ, դա արդեն լավ նորություն է։ Կարող է ուրիշ ձևի եղած լինի, ասենք, հա։ Դե ասում են շուտով Հայաստան կայցելի նաեւ փոխնախագահ Վենսը։ Այո։ Էլի տրիպի
էլի trip-ի հետ, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա լինի ոչ թե միայն trip-ի հետ կապված, ավելի բարձր մակարդակի հարաբերություններ Միացյալ Նահանգների կառուցման հետ, եւ բացի դրանից մենք պիտի օգտագործենք trip-ը որպես հնարավորություն մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բարձրացնել ուրիշ մակարդակի վրա։ Այս հայտարարությունը պատասխանում է ադրբեջանական կողմի միջանցք թեզիսին։ Ինձ համար դա երկրորդական, չորրորդական հարց է։ Ինձ Ադրբեջանի կարծիքը չի հետաքրքրում։ Միջանցք ասելը նրանք դրա տակ պատկերացնում են անխոչնդոտ կապ։ Ինչ չի հետաքրքրում, ինչ է հասկանում Ադրբեջանը։ Ինձ հետաքրքրում է ինչ է հասկանում Միացյալ Նահանգները, արդյոք Թուրքիան պատրաստ է բլոկադան հանել, տալ Հայաստանի տնտեսության հնարավորություն դուրս գալ Մեջերգածովի նավահանգիստներին, ասեք Մերսիմ նավահանգիստին, մենք այդ հնարավորությունը ստանում եք, թե չեք ստանում։ Ադրբեջանը ինչ կմտածի, ինչ բողոքներ կան, ինձ չի հետաքրքրում։ Այս հարցում որոշիչ ջան ունեն Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։ Եվ մինչեւ այսօր Ռուսաստանը իհարկե։ Որտեղ Ռուսաստանը մնում է Հայաստանում, ռազմական ներկայությունը մնում է, եւ Ռուսաստանը այդ պրոյեկտը հաստատ Trip-ի ճանապարհը հաստատ խփում է Ռուսաստանի ազգային շահերին։ Եվ Ռուսաստանը կարող է եւ համոզված եմ կանե տեղի կունենալ հնարավոր Ռուսաստանը կուզենա պայթեցնել այդ պրոյեկտը։ Բայց երկաթուղին կառավարում է Ռուսաստանը հայկական։ Դե երկրորդական է Ռուսաստանի Տրամպի ճանապարհը, երբ Միացյալ Նահանգները մտնում են Հայաստան, Ռուսաստանը դուրս է գալիս, անընդունելի է։ Ռուսաստանը կարող է Ռուսաստանը կմիանա։ Ռուսաստանը կփորձի պայթել։ Եթե դատենք իրենց հայտարարությունները։ Դատում եք հայտարարությունները, բայց ելնելով Ռուսաստանի խասաթից ճակետներով եւ շահերից, ես ավելի շուտ մտահոգված եմ Ռուսաստանը կարող է պայթեցնի պրոյեկտը եւ պայթեցնի Հայաստանը։ Ռուսաստանը ունի հնարավորություններ պայթեցնել երկրներ, դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար դա խնդրեմ չի, բացի դրանից մենք ունենք Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, գտնել առիթ եւ պայթեցնել Սյունիքը, պայթեցնել Երևանը դա խնդրեմ չի։ Մանավանդ մեր ազգային անվտանգության համակարգ այն վիճակում չէ եւ այն մակարդակի վրա չէ, որ կարողանա կասեցնել։ Ինձ համար այստեղ Միացյալ Նահանգների ձայնն է առաջինը, Թուրքիայի համաձայնությունը եւ ոնց ենք մենք չզոքացնում Ռուսաստանին, որ ինքը չպայթեցնի այս ամեն ինչը, չպայթեցնի տարածաշրջանը։ Մի կարևոր հանգամանք է, այս process-ը գնում է, զարգանում է առանց հայ-ադրբեջանական պայմանագրի։ Եվ ոչ մեկը չի խոսում այդ բազին, բա դա երբ է լինելու։ Նվեր այն անվտանգության միջավայրում, որը ստեղծվել է այսօր, որ մենք ունենք, այն պարագայում եւ միջազգային համակարգը հիմնված օրենքի վրա պայթել է, պատրվել է, հետ չկա, մտածել պայմանագրերի մասին, ստորագրած թղթերի մասին ճակետներում իմաստ չկա։ Պայմանագիրը պարտավորություն է նաեւ ենթադրում։ Պարտավորությունը այսօր ոչ մեկը չի ճանաչում։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Չինաստանը։ Այս պայմաններում մտածել պայմանագրերի մասին, ժամանակ եւ էներգիա ծախսել պայմանագրերի վրա ես չեմ տեսնում։ Դա անհրաժեշտություն կա։ Մենք պետք է կենտրոնանանք իրական ուղղությունների վրա, իրական ուժ եւ իրական պարտներների եւ դաշնակիցների գտնելու համար։ Այդ թղթերի ժամանակը ցավոք սրտի ինձ համար միջազգային օրենքի ժամանակը վերջացել է։ Ինձ համար դա անընդունելի է։ Ես կուզեի, որ այդ համակարգը շարունակի աշխատել, բայց ինքը այսօր չի աշխատում։ Եվ Հայաստանը չունի ճոխությունը մտածել, որ ինչ-որ փաստաթղթի պայմանագիրը կարող է կանգնեցնել Միացյալ Նահանգներին, Թուրքիային կամ Ադրբեջանին։ Այդ բան չկա։ Դրա մասին պետք է մոռանալ։ Ինչ եք մտածում գերիների վերադարձի մասին։ Լավ նորություն է, ինչ կարող եմ մտածել։ Փառք Աստծո, այս խառն ժամանակներում կան նաև լավ նորություններ։ Դրա համար ուրախ եմ, որ 3 հատ 4 հատ ունենք արդեն ազատած։ Դիմացը Ադրբեջանը ստացել է սիրիական ահաբեկիչների։ Դա չի հետաքրքրում, հիմնականը որ իմ Չէ, որովհետև հանդիպեցի, որ անհամաչափ փոխանակում է։ Դա էլ այնց չի հետաքրքրում, 2-ը 4-ը ժամանակը երբ սկսում էր ամեն ինչ, Հայաստանը 50-ից ավել Ադրբեջանի զինվորներին տվեց ուղղակի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես բարեկամ տալիս է, կարող եք չտալ, չէ։ Դրա համար ինձ դա չի հետաքրքրում, ինձ համար ուղղակի նորից բացարձակ լավ նորություն է, 4 հոգի հետ են եկել, փառք Աստծո։
Լավ նորություն է Վաշինգտոնում ստորագրացի ֆոնին, թե դա կապ չունի։ Կարող է, ես կարծում եմ, որ Վաշինգտոնը ազդել է Ադրբեջանի վրա եւ երևի կարծում եմ դա Ադրբեջանի դիվանագիտությունն է։ Ադրբեջանը խիստ հետաքրքրված է, որ 907 պապրավկան հանի, որ ինքը ստանա հնարավորությունը Միացյալ Նահանգներից ուղղակի ռազմական օգնություն ստանալ։ Միացյալ Նահանգները դեռ չեն ստանում, եւ Ադրբեջանի դիվանագիտությունը ուղղված է նրան վրա, որ ազդի Միացյալ Նահանգների վրա, որ ազդել բոլորը գային։ Եվ Միացյալ Նահանգները հիմա ուզում է լավ հարաբերություններ վերականգնի Սիրիայի հետ, այդ խաղերը, որ ինքը սկսել է Սիրիայի հետ, եթե Սիրիային խնդրել եւ Սիրիայի հետ կապված այդ աշխատանքներ գործողությունը կարող է ազդացնի։ Չեմ զարմանա, եթե դա լինի, դա ինչ որ ճակետներում փաթեթի մի մաս, որ այդտեղ կա եւ Ադրբեջանի դիվանագիտությունը եւ Սիրիայի ազգային շահերը, այսօրվա իշխանությունների շահերը, Միացյալ Նահանգների շահերը, որը հետաքրքրված են Սիրիային ցույց տալ որպես արդեն խաղացող եւ այլ եւ այլ։ Դրա համար եթե ազդող եղել է դա Միացյալ Նահանգներն է։ Իրանում տեղի ունեցողը ուղիղ մեզ առնչվում է։ Իհարկե առնչվում է, եւ մեզ համար դա առաջի հերթին ազգային անվտանգության խնդիր է եւ սպառնալիք է։ Ես միշտ դրա մասին ասել եմ, ձեզ հետ եք խոսել դրա մասին, որ մենք պետք է հասկանանք վատագույն սցենարներում, եթե Իրանում կոլապս է տեղի ունենում, այնտեղ սկսում է քաղաքացիական պատերազմ կամ լայնածավալ իհարկե հետ կա, այդ ժամանակ եթե Այդ ժամանակ եթե ունենք փախստականներ, եթե 100,000-ավոր, միլիոնավոր փախստականներ սկսեն անցնել Հայաստանի սահմանը, ինչ անելով Հայաստանը, որտեղ անցնողները հիմնականում լինելու են ազերիներ։ Ամերիկացիները արդեն հուշել են, որ դուրս եկեք հայկական սահմանով։ Այդ իրանց Միացյալ Նահանգների քաղաքացիներին է վերաբերում, բայց եթե վաղը այդ մեր սահմանը հայ-իրանական սահմանով 100,000-ավոր ազերիներ սկսեն անցնել Սյունիք, Արցախի տարածք միլիոնավոր, ինչ է կանելու։ Այդ ժամանակ Սյունիքի հարցը փակվում է, մենք կորցնում ենք Սյունիքը։ Այնտեղից չես կարողանալ հանես Թուրքիայում գտնող միլիոնավոր սիրիական փախստականների հիշում եք, մինչև հիմա Թուրքիան չի կարողանում լուծել։ Լավ, որտեղ է բանալին իրանյան դեպքերի։ Իրանյան բանալիներ չկա այսօր։ Կարելի է այդպես ձևավորել, որովհետև այնտեղ ձևավորված իշխանությունները բավականին կայուն է, այնտեղ կա պետական եւ քաղաքական համակարգը կայուն է, ինքը դիմանկայուն է, կարող է դիմայանալ, բայց ի սկզբանե լուծումը չկա, որովհետեւ այնտեղ թեոկրատիա է, կրոնականների ձեռքում է իշխանությունները, կրոնականները իրանք խիստ են եւ չեն սիրում փոխվել, համակարգը շատ քարացած է։ Մյուս կողմից Իրանի բնակչության 50%-ը 30-ից ջահել են։ 30-ից անցած ջահելներին ստիպել ապրել կրոնական օրենքներով, պետական, քաղաքական, հասարակական կյանքում 30 տարեկանում քեզ սահմանափակել, դա դժվար է։ Դա պայթունավետ է իր մեջ։ Եվ կրոնականները վերցնելով կրոնականությունը մտնելով քաղաքականության մեջ, պետական կյանքի մեջ, այնքան բանը ժոստի է, որ չի կարողանում ադապտացվել։ Ինքը չի կարող փոխվել, բայց պիտի փոխվի։ Դա նշանակում է դարձնում է այն փակուղին, որի մեջ մենք գտնում ենք, որովհետև հասարակության կողմից ուժերը չի հայերեքում, որ տապալի համակարգը, եւ բայց կրոնականները չեն կարող երկրին դալ ուրիշ լուծումներ 9 տարվա ընթացքում արդեն 2 տարվա ընթացքում արդեն ինչ 9 անգամ այս process-ները գնացել են, process-ները գնում են, որովհետեւ իշխանությունը չի կարողանում լուծում տալ, չի կարող գնալ բարեփոխումների եւ հասարակությունը չի ունի ալտերնատիվ։ Եվ այսօր ինչ կայ անում, ուղղակի էթնիկ կազմը Իրան։ Էթնիկ կազմը, բացի նրանց կրոնական կազմը, կրոնականության ընդունումը չընդունելը, որովհետև այս անգամ փոխվել է մոտ արդեն այս անգամ մսկիթներ են պայթեցնում, մույթիսկներ են վառվում։ То есть այս անգամ կրոնի դեմ են դուրս եկել նաև, ոչ թե միայն մնացած ուղղություններով։ Եվ այս ժամանակ ուղղակի լուծումի համար դժվար է ստացվում։ Առաջինը դա պիտի հասկանաս, որ արդեն բողոքներ չի, դա արդեն անկանոն պատերազմ է։ Դա պատերազմի ձևերից մեկն է, այնտեղ պատերազմ անում, ներքաղաքական կյանքում պատերազմ անում։ Եվ այդ պատերազմի օրենքներում չկա կազմակերպված հիերարխիկ ուժ, որը կարող է բոլորին հավաքի, եւ չկա առաջնորդ։
ով կարող է այդ առաջնորդն լինի, ամենամեծ խնդիրն է, որի շուրջ կարողանան ձևավորվել եւ հավաքվեն։ Վերջի ժամանակներանում շատ տալիս շահի որդուն անում են տալիս, բայց շահի որդին մինչև այսօր չուներ ինքան ազդեցություն, որ դառնա համազգային առաջնորդ, որովհետև շահի հիշողությունը վատն էր, բացի դրանից կիսված են, որ բոլորը չեն ընդունում շահին եւ Ռեզա Փահլավին։ Դրա համար կարծիք կարողանա Ռեզա Փահլավին դառնա այդ առաջնորդը եւ կարողանա Ռեզա Փահլավին ներկայացնի իրանական հասարակության պետության քաղաքական համակարգի լուծումներ, որոնք կարող են ընդունված լինեն հասարակության կողմից, դա մեծ խնդիր է։ Արդյոք Ռեզա Փահլավին կարող է ներկայացնել Իրանի հասարակության պետական նոր համակարգ, քաղաքական նոր համակարգ, որը տարբերում է կրոնական մոտեցումներից եւ տարբերվում է այն այդպես կոչված ժողովրդավարական կամ ռեսպուբլիկական մոտեցումներից, որը այսօր Մերձավոր Արևելքում ռեսպուբլիկայի հասկացողությունը ավելի շուտ դիկտատուրայի կամ կրոնական լուծումների մեջ ինչ լուծումներ կարող է լինել։ Երևի հետաքրքիր կլինի, եթե Ռեզա Փահլավին դուրս գա մի մոդելով, որ ասենք Բրիտանիայում ընդունված կամ Նորվեգիայում, Շվեյցարիայում, որտեղ թագավորական վերջնա որպես բալանս պահվող, բայց իրական քաղաքականությունը ձևավորում է ուրիշ տեղ։ Այդ դերի մեջ ինքը կարող է գա, որ ես գալիս եմ ոչ թե իշխեմ, ես գալիս եմ կառավարեմ որպես թագավոր, որպես շահ եւ իմ նպատակն է ժողովրդի եւ պետության ամբողջականությունը պահել։ Այդ մոտեցումը կարող է աշխատի, բայց այսօր ես չգիտեմ իհարկե այդ մոտեցումները ինքը կարող է իրականացնել, որովհետեւ Իրան անունը այսօրվա իշխանությունները կապում են Իսրայելի հետ եւ Միացյալ Նահանգների հետ որպես իրենց ներկայություն, ինքը պիտի հաղթահարի, որտեղ Իրանի ժողովուրդը ինքը պետականամետ են, իրանք հազարամյակներ ունեն եւ ուրիշի բերող դնող դա իրանք չեն ընդունելու։ Ինքը պիտի գտնի այն ֆունկցիան, այն առաքելությունը, որի շուրջ ինքը կարող է միավորի բոլորին։ Այդ մոդելը, որ ես ասում եմ, հետաքրքիր մոդել կլինի, բայց մնում է սպասել, տեսնել արդյոք Իրանը կկարողանա այդ լուծումը գտնել։ Եթե չգտնի, նորից այդ հիվանդությունը, այդ ճգնաժամը կմտնի խորքային, բայց հետո նորից հետ է գալու։ Այսօր Իրանի Այո, վերջացեմ, եթե կարողանա այդ ճանապարհով գնա, այդ Հայաստանի լրիվ օգտակար կլինի։ Եթե մենք ունենանք սեկուլար աշխարհիկ Իրան, որը ունի լավ կապեր արևմուտքում, դա լուծում է մեր 80%-ը խնդիրները աշխարհակաղակական։ Այսօր Իրանի դեսպանը Հայաստանում նորանշանակ դեսպան է իմիջիալոց դժգոհել է Հայաստանից, որ ինչու են դեսպանատան մոտ իրանցիները ցույցեր անում, Ճիշտ ասած, երբ լսեցի, որ Իրանի դեսպանը ասուլիս է հրավիրել, ես մտածում էի նա խոսի տրիփից, տրիփը շատ պետք է տար, բայց խոսում է մի բանից, որը հայկական քաղաքական իրականությունում այնքան էլ ընդունված չէ։ Ինչ պետք է աներ Հայաստանը, ճնշել այդ ցույցերը դեսպանատուն։ Երևի պետք է ճնշել, երևի պետք է չզոքացնել, չթողնել, որ լինի այս վիճակում, որը գտնվում է Իրանը, որտեղ ամեն շիկացված է։ Մեր ոստիկանությունը պահպանում է դեսպանատունը, ուրիշ ինչ ֆունկցիա կարող է։ Պետք է խորհուրդ տալ եւ չթողնել, որ այդ երևույթը տեղի ունի։ Ես այդպես կարած կլինեի, որ Հայաստանը չտա առիթ Իրանին, որը ուրիշ վիճակում է, ինչ որ առիթ ոչ ադեկվատ խայլերից։ Հասկանում եք, Իրանի իշխանությունները հիմա պանիկա չեմ ուզում ասացին, բայց շատ վտանգավորված են եւ ուրիշ իջերի մեջ են։ Լավ կլինի, որ Հայաստանը մնա հանգիստ, չեզոք, չմիանալով ոչ մի կողմերի մի երկիր, որը միշտ մնում է հանգիստ այս էփող, պայթող տարածաշրջանում, մենք ունենք այդպես դիրքորոշում։ Դա նշանակում է, որ մենք ազգային անվտանգությունը դա ոստիկանների խնդիրը չի իհարկե, դա մեր ազգային անվտանգության ծառայության խնդիրն է։ Առաջինը մենք պիտի հասկացածնենք, դա պիտի առաջինը արձագանքել ազգային անվտանգության ծառայությունը։ Ոստիկանները այստեղ չպիտի աշխատացին լինեն։ Այլևս շուտ դրանց ֆունկցիաները ուրիշ են։ Այդպես ձևավորեմ։ Բայց փառք Աստծո, ոնց որ միայն հայտարարությունով հույս պահենք, ամեն ինչ կհանգստանա։